Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանին։ Բարև ձեզ Տիկին Ազարյան։ Ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ընտրություններից հետո ընդդիմությունը երկար ժամանակ կարծեք թե չէր կողմնորոշվում մանդատները վերցնել թե չվերցնել, դե հիմա արդեն պարզ է որ վերցնելու են, բայց պատգամավորներից մեկի Աղվան Վարդանյանի մասին է խոսքը, նա հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ուղիղ չեմ ասում, այդպիսի միտք էր հայտնել, ապա ինքը մանդատը չի վերցնի, երեք իր Facebook-յան էջում ասել է, որ մանդատը իր համար 10-րդական է, ապացուցել եմ այս երկար պաուզան անուն ունի, ոչ լոտության ստուգում, ուզում էի տեսնել ով է, ով ինչի է արժանանալու։ Հետաքրքիր է իրենց ներսում փաստորեն խնդիր կա, հա, որ ինչ որ ստուգումներ էր իրականացնում Աղվան Վարդանյանը եւ իր խոսքից կարելի ասել հետ կանգնեց։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ թույլ տվեք չհավատալ, օգտվել իմ չհավատալու իրավունքից եւ կարծիք հայտնել, որ նախ սկսենք ընդեղից Աղվան Վարդանյանը արդյոք ունի իրավունք ինքնուրույն որոշել իր մանդատը պիտի վերցնի թե ոչ, սկսենք նախ այստեղից։ Ես վստահ եմ, որ ինչքան էլ նա այսպես ասած միշտ սիրում է, չէ, ասել տղամարդու խոսքը, ինչքան էլ հայտարարել է, որ հրաժարվելու է, բայց այնուամենայնիվ երևի իրեն պարտադրել են, որ կներեք բարիս համար, այսպես է պետք եւ պետքի վրով կներեք ոչ եթերային բառամթերքի համար պարտադրել են նրան վերցնել եւ նույն սկզբունքով եթե նա ցանկանար շատ վերցնել մանդատը, բայց իր քաղաքական, այսպես ասած, հովանավորը կամ ասել է թե առաջնորդը ասեին, որ նա չպիտի վերցնի, նա նույն տրամաբանությամբ չէր վերցնի, բայց մենք նաեւ ունենք մեկ այլ օրինակ հիշում եք նույն բանն ասում էր Աննա Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում դեռ 21 թվականին, որ եթե Նիկոլ Փաշինյանը կրկին գա իշխանության, նա չի լինի ազգային ժողովում, ինչպես տեսանք նա եկավ, եւս 5 տարի նստեց ազգային ժողովում եւ այս հայտարարությունները առնվազն գիտեք անարգանք է ժողովրդի նկատմամբ ժողովրդի հանդեպ, երբ դու հարցազրույցի ընթացքում պաշտոնապես հա քաղաքական ծանր հա ծանրակշիռ քո խոսքն ես հղում հանրությանին, այսպիսով տեղեկացնում որ դու չես լինելու ազգային ժողովում, բայց հետո կարծես թե իր այդ քաղաքական մտքի որպես գիգանտ Աղվան Վարդանյանը եւ առանց նրա կարծես թե ազգային ժողովի իր բնականon աշխատանքը չի ունենա, կկորցնի եւ այնպես էր մեկնաբանել այնպես տրագիկոմեդիկ ժանրի մեջ կարծես թե առանց իրեն նիստերը բնականon հունով չեն ընթանալու եւ նա պարտադիր պիտի լինի ազգային ժողով թե չէ մեծ բան կկորցնենք։ Եվ նշել էր որ այս փուլում իմ պարտքն է լինել թիմի հետ, հատկապես Իշխան Սաղաթելյանի եւ Նարեկ Կարապետյանի կողքին։ Նարեկ Կարապետյանը որ Իշխան Սաղաթելյանի որ 5 տարի նիստերից փախած էր ման գալիս, կներեք էլի, շուտ կներեք։ Որ Իշխան Սաղաթելյանի մասին է խոսքը ինչ գործունեություն էր ծավալում երկու անգամ հազիվ տեսել ենք կամ չենք տեսել, մի անգամ եկավ հրահրեց, ինչպես եւ պլանավորել էին նախապես հրահրեց նիստերի դալիճում ծեծկրտուկ հրահրեց եւ փախավ իր ոչին բնորոշ արագավազ իշխանը, մենակ տեսել ենք այդ առումով իրեն հաջողելու, շատ լավ է ստացվում իր մոտ արագ փախնել դեպքի վայրից։ Գալիս է նույն Աղվան Վարդանյանը գալիս է ինչ անի ազգային ժողովում, կներեք այդ թևերը քշտած մոտենալ ամբիոնին, հա սրտաճմլիկ պաթոսախեղծ հայտարարություններ հնչեցնել, ոնց որ այն օրն էր ասում իր վերջին ելույթին, գիտենք թե դա վերջինն է, պարզվեց ստել է ժողովրդին մեզ էլ, որ երկրում եք տեսել, որ այսպիսի օրենքներ բերեն ընդունեն, արգել են ժողովրդին ընտրություններին մասնակցել, բայց քանի եվրոպական երկրում է հայ ժողովուրդը կամ մենք բոլորս տեսել, որ այդքան լծակներ, այդքան աճպարարական հնարքներ, կեղտոտ մեխանիզմներ օգտագործելով փորձել մոլորեցնել ժողովրդին եւ քվեներ կորզել։ Իսկ դա տեսել էինք թե ոչ, չենք տեսել։ Իդեպ մանդատները վերցնել չվերցնելու մասին մի երկար, այսպես պատմություն էլ Նարեկ Կարապետյանը երեքին էին փորձում։ Իդեպ, ես ասեմ ձեզ, մանդատները ոչ թե երկար, ես այդ մտքետ էլ համամիջ եմ, որ տևական ժամանակ մտածում Դե Տաշիր արենայում հավաքվում էին ժողովրդի հետ քննարկում։ Ի սկզբանե ես վստահ եմ, որ որոշված էր, որ մանդատները պիտի վերցնեին, մեկ այլ բան է, թե մտածում էին ինչպես փաթեթավորել եւ ինչպես մատուցել ժողովրդին իրենց որոշումը։
Բայց նրանք այդ որոշումը այսպես ներկայացրեցին, որ չկարծեք, թե սա շատ դեպի հանգիստ կյանք գնալու ճանապարհ է, այլ իրենք այս մանդատներով վերցնում են եւ դա ուղեգիր է դեպի կալանավայր։ Ինչպես նաեւ համադրելով պատգամավորական մանդատը փողոցային որևէ շարժման հետ։ Բայց վստահ եմ, որ մենք գոնե թե այս ամիսներին չենք տեսնի փողոցային որևէ շարժում, նախ պայմանավորված եղանակային պայմաններով, քանի որ շոկ է եւ եղանակային պայմանները թույլ չեն տա իրենց դուրս գալ փողոց եւ երկրորդ ամենակարևոր կոմպոնենտը ով է դուրս գալու փողոց այն մարդիկ ովքեր եկել քվեարկել եւ արդեն լքել են Հայաստանի Հանրապետության տարածքը մեր հայրենակիցներ ամենայն հարգանքով բայց որ մարդիկ այդ մարդկանց համար կրկին գումար են ծախսելու բերեն Հայաստան որ մի հատ էլ մասնակցեն ցույցերի վստահ եմ, որ այս առումով տապալվում է, եթե այս դրամաբանությամբ ենք առաջ շարժվում, եւ այն մարդիկ, ովքեր գնացել ընտրել են իրենց թեկուզ, իրենց ձայնը տվել են, այդ մարդիկ եւս եթե դուրս գային փողոց, արդեն իսկ դուրս եկած կլինեին ընտրությունների հաջորդ օրը։ Դե Սամվել Կարապետյանը ինչ որ համախմբման մասին է խոսում, ինչ որ տրիգերից է խոսում, այո։ Կներեք, տրիգեր, ամենամեծ տրիգերը, եթե անունը դնենք, դա ժողովուրդն է։ Դրանից կարևոր, դրանից ցցուն օրինակ եւ տրիգերի պետք չէ սпасել։ Եվ Սամվել Կարապետյանը կարծում եմ, որ իր մոնումենտի դղյակից դեռ երկար է հետևելու այդ տրիգերի ի հայտ գալուն եւ այդպես էլ չի ըմբոշխնելու այդ դրվագը։ Նարեկ Կարապետյանը վերջին օրերին շրջում է համայնքներում, հատկապես այնտեղ, որտեղ իրենք առավելագույն ձայներ են ստացել, միտեղ 5-րդ բալիկն ունեցող ընտանիքին բնակարան են տալու, հիմա գույքագրում են խնդիրները համայնքում, տրանսպորտի եւ այլն, որի մասին բնականաբար դուք եք տեղյակ եք։ Ճիշտ եմ, ես հիշում, խնդրում եմ ուղղեք ինձ այդ նույն Նարեկ Կարապետյանի մասին է ձեր հարցը, որ ընտրություններից առաջ ասում էր, այ մեր հաղթանակի հաջորդ օրը հավաքվելու ենք հրապարակում համերաշխության, այսպես ասած, կոչ ենք հղելու ժողովրդին եւ համերաշխության ձեռք ենք մեկնելու բոլոր քաղաքական ուժերի հետ։ Այդ նույն Նարեկ Կարապետյանը այսօր տարանջատելով քաղաքացիներին, սոցիալական տարբեր խմբերի, սոցիալական տարբեր խմբեր կարող ենք մենք թվարկել։ Այս պարագայում նրանք որպես թիրախ ընտրել են 5 եւ 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին եւ հատկապես նրանց, ովքեր ձայն են տվել իրենց եւ ասում է թե մենք նրանց բնակարանով կապահովենք։ Այս ինչ է սա ակնհայտ։ Մարդկանց թիրախավորել է 1, այսինքն այն մարդով իրեն ձայն չի տվել, բայց ունենում է 5-րդ երեխա, իրենք մտածելու բան չունեն այստեղ։ Այսինչ երեսպաշտության նոր հորիզոններ է նվաճում Նարեկ Կարապետյանը եւ այն մարդիկ, ովքեր իրեդ գնում են, այսա ցուցակը պատկերացնում եք, ինչ ճղճին տեսարան է։ Այսպես ցուցակը վերցրել են, այսպես նայել են որ գյուղում, որ համայնքում քանի քվ են ստացել, քանի տոկոս ձայն եւ ասել են, ըհը, այս սրանք կորչեն գրողի ծոցը, կներեք բառիս համար, այս ցածր ցուցանիշներ, որտեղ ստացել ենք թեկուզ ջրեր, այս խնդիրները կլուծի պետությունը, կլուծի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իշխող ուժը, այնտեղ որտեղ շատ ձայներ ենք ստացել, կգնանք, մեր ստացած թեկուզ շատ կներեք, բայց կարող են ինձ թույլ տալ մտածել, որ մեր տված կաշառքների դիմաց, ընտրակաշառքների դիմաց կկոմպենսացնենք որևէ ձև։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, ես բոլորին այդ հարցը տալիս եմ, որ Նարեկ Կարապետյանը ամենաակտիվն էր ընտրություններից առաջ խոսում 300,000 ադրբեջանցիների գալու մասին։ Եվ ասում էր, եթե այս իշխանությունները վերընտրվեն, ապա նրանք կգան, բայց հիմա ընկած գյուղ մարդկանց խնդիրներն է փորձում լուծել, բնակարան է փորձում տալ։ Ոչ չի մոռացել այդ նողկալի հայտարարությունը, այսպես ասած ժողովրդին տագնապի եւ տերորի ենթարկելով այդ ողջ ընթացքում, ես վստահ եմ, որ ազգային ժողովում այս հարցը հնչելու է առաջին իսկ հնարավորության դեպքում Նարեկ Կարապետյանին, եթե իհարկե նա լինի ազգային ժողովում, եւ անհնար է խուսանավել, անհնար է ճողոպրել եւ վստահաբար նա պիտի տա այս հարցերի պատասխանը։ Նայեք, նա ինչպես նաեւ հորեղբայրը, ով ասում էր գաղտնի պլան ունեն, գաղտնի պլանով երկրի արժանախագահին ենք հեռացրել պաշտոնից,
այս երկրում որտեղ կան իրավակարգեր եւ կան օրենքներ, ես էլի եմ կրկնում, ինչքան էլ մենք մտածենք, թե անձը քաղաքականապես անմեղսունակ է եւ թոթովախոսում է, կամ մի պահի պիտի հայտարարի, որ նա թոթովախոս է, կամ պետք է սա հետևանք ունենա։ Եվ դու մի երկրում, որտեղ կան հստակ կանոններ, հստակ մեխանիզմներ, իշխանություններ փոխելու եւ ճանապարհներ կան, դու խոսում ես անընդհատ գաղտնի պլանից։ Կարծում եմ, որքան էլ մենք ծիծաղում եւ անցնում ենք առաջ, մի պահի սա եւս պիտի ստանա գնահատական, իրավական, քաղաքական ստանում է ամեն օր, բայց իրավական եւս պիտի ստանա։ Այ նա Facebook-յան էջում գրել էր, որ գնում ենք մեր նախընտրական խոստումներն իրականացնելու, առաջիկայում մի քանի ամսից շատ համայնքներում թիմ ընտրություններ են լինելու, եւ արդյոք սա վտանգ չի իր մեջ պարունակում այս խոստումները, որովհետեւ այն համայնքներում, որտեղ իրենք շատ ձայներ են հավաքել, այդտեղ են լինելու թիմ ընտրություններ։ Բնականաբար իրենց այս ակետից բեկետը տեղաշարժվելու process-ը, դեռ այսպես ասած ազգային ժողով մուտք չգործելն էլ եւ ցուցակները ձեռքներին սկսել են թափառել, հա, թափառաշրջիկներ այս քաղաքական, սկսել են աչուձախ գնալ եւ կրկին փորձել իրենց գայթակղիչ գրավիչ, հա, կարելի ասել նախընտրական ընտրակաշարքներով փորձել մարդկանց մոլորեցնել, բայց կարծում եմ շատ տեղին է այստեղ նաև ուշադրությունը սևեռել շատ կարևոր դետալի վրա, որ այսպիսով Նարեկ Կարապետյանը չէր հասկանում, թե ինչ է բերում իրև իր թիմի գլխին, գնալով մի համայնք եւ այնտեղ սև ու սպիտակ անել, տարանջատումներ դնել, այ դուք մեզ ընտրել եք, ձեզ բնակարան կտանք, այ դուք մեզ չեք ընտրել, մենք ձեզանով չունենք զբաղվելու։ Այսպիսին է այս մարդկանց ընկալումը եւ մոտեցումը մեր ժողովրդի հանդեպ եւ նորից եմ կրկնում այն Նարեկ Կարապետյանը, ով ասում էր ընտրություններից մեկ օր անց համերաշխության կոչ ենք անելու եւ մեծ հանրահավաք ենք հրավիրելու։ Հակակոռուպցիոն կոմիտեն այդ լայնածավալ բացահայտումների ֆոնին եւս մեկ դեպք է բացահայտել, բայց այս անգամ միասնության թևերի հետ կապված, եթե նախորդ գրեթե բոլոր դեպքերը հիմնականում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ են, սա միասնության թևերի հետ է կապված, այդպես ներկայացող մի անձ իրենց ներկայացուցիչ զինվորականին ընտրելու իրավունք ունեցող ընտրակաշարք է տվել եւ կան ձերբակալություններ։ Ինչ կասեք։ Միասնության թևերը Արման Թաթոյանը կարծում եմ չդիմացավ գայթակղությանը եւ որոշեց հետ չմնալ մնացած ուժերից, ովքեր թաթախված էին այս կեղտոտ գործընթացների մեջ եւ որոշեց նա էլ հավասարվել եւ ընդ որում այս ընթացքում մենք այդպես էլ չիմացանք նախընտրական փուլում ինչ էր հայտարարագրել Արման Թաթոյանի կուսակցությունը, որքան բյուջե ուներ կուտակված, որտեղից Արման Թաթոյանին այդքան ինչ եք ասում, որտեղից այդքան ֆինանսավորում Արման Թաթոյանին, որ այդքան տարածքներ էր վարձակալում նախընտրական հարցեր, որոնց պատասխանները մենք չունենք, ի տարբերություն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որը թափանցիկ կերպով ամեն մի կոպեկը, այսպես ասած, արտացոլել է եւ տեսանելի է ցանկացած քաղաքացու, ցանկացած ընտրողի համար եւ այստեղ եւս ընտրողը կողմնորոշվելու հնարավորություն է ունեցել, որ ուժին տա իր ձայնը, այնտեղ կասկածելի ինչ գումարներ են շրջանառվում, ինչպես են կարողանում ապահովել, այսպես ասած, իրենց քաղաքական գոյությունը։ Մեծ աղմուկ բարձրացավ Գագիկ Ծառուկյանի եւ Արեգնազ Մանուկյանի կալանավորումից հետո ընդդիմադիրները համարում են, որ սա քաղաքական հետապնդում է նրանց հանդեպ։ Գիտեք, ես հիշել եմ երեք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալումը։ Կներեք, այդ Արեգնազ Մանուկյանը ավելի լավ աղջիկ էր, կներեք, այս ձևակերպման համար, քան գործող, երկպետության գործող ազգային ժողովի նախագահի եղբոր կինը, ով կրկին ունենալով այս դեպքում ավելի փոքր տարիքի երեխաներ, գտնվում էր քրեակատարողական հիմնարկում, եթե չեմ սխալվում։ Գիտեք, այս զգայուն թեմաները անընդհատ նույնը Գոհար Ղումաշյան, եթե չեմ սխալվում, շահարկվեց իր կրծքով կերակրելու հանգամանքը։ Գիտեք, ամեն ինչ չի կարելի փաթեթավորել եւ ամեն ինչ չի կարելի դարձնել այդքան զգայուն, երբ կա որոշակի գործընթաց, որոշակի գործողությունների շարք տրամաբանական, որը ուզես թե չուզես պիտի տեղի ունենա։
Եվ այս պարագայում եւս ասելով թե Արեգնաս Մանուկյանը նա կին խաղ բանտարկյալ ունենք, ինչ եք ասում, լուրջ եք ասում։ Քաղաքացին հարց տալիս է, քաղաքացին շատ լավ հասկանում է, իրավագիտակից է, բայց այդ տարբեր շրջանակներից ոչ ոք հարց չի տալիս։ Արեգնաս Մանուկյանը իր կետից մինչև քրեակատարողական հիմնարկ ինչպես է հայտնվել, ինչու է հայտնվել, ավելի ճիշտ։ Նաև Գագիկ Ծառուկյանի հետ կապված Ես ճիշտ ասած նաև գալուց հարցազրույցի ծանոթացա դատախազության հայտարարությանը, ինչ ձեր հարցը կտակ շտապեմ կուղեք, շտապեմ ասել, ծանոթացա դատախազության կողմից տարածված հայտարարությանը, որով պահանջվում էր, հա, Գագիկ Ծառուկյանից այնինչ տեսա, ինչ արտացոլվում էր, ահռելի միլիարդավոր դրամներ, 75 կարծեմ անշարժ գույք, շարժական 42 գույք էր, դատախազությունը դեռ այսքանը պահանջում է այս փուլով, այնինչ տեսանք մենք։ Մինչդեռ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր տարածել Facebook-ում ամենայն դեպս տեսանք։ Ես մեջբերեմ նա ասում է, որ Գագիկ Ծառուկյանը քրեակատարողական հիմնարկից ավելի ակտիվ քաղաքական գործիչ է։ Դե գուցե փոխարեն այլ մարդիկ են գրել, ամենայն դեպս իր պաշտոնական էջով էր հայտարարությունը հրապարակվել, որ իր ձեռնարկությունների կասեցումը դա արվում է նրա համար, որպեսզի իրեն ցավ պատճառեն։ Կներեք, տրամաբանություն չեմ կարողանում գտնել, այնինչ ապօրինի է, բնականաբար ցավ պետք է պատճառի, հոգեբանական ծանր ապրումներ պետք է կարծում եմ մարդ ունենա, եթե որևէ բան, եթե այս գրիչը ապօրինի կերպով եմ ձեռք բերել եւ այն ուզում են ինձնից օրինական կերպով հետ վերցնել, այս դեպքում պետությունը, բնականաբար ես դիսկոմֆորտ կապրեմ եւ այստեղ ես հասկանում եմ, որքան էլ դժվար է, բայց հասկանում եմ Գագիկ Ծառուկյանի էմոցիաները, որ այնինչ կուտակել էր ապօրինի կերպով, բնականաբար դժվար է դրանից հրաժարվելը։ Մի խումբ հանրային գործիչներ, ինչպես նաև Մոսկվայի հայկական եկեղեցու մոտ բողոքի ակցիաներ էին նախատեսել ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, մինչդեռ շատ տարբեր բաներ են մեր երկրում տեղի ունեցել, որ այդ նույն հանրային մարդիկ լրել են։ Հայաստանի Հանրապետությունում իր համակիրները, իր ընտրողները դուրս գային փողոց, այս ինչ պարադոքսալ իրականություններ են, այսքան Ռուսաստանի Դաշնության տարածքում Գագիկ Ծառուկյանի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի մարդիկ են դուրս եկել փողոց, պատարագի են մասնակցում, ինչքան եթե ճիշտ եմ ֆիքսել։ Եկեղեցու մոտ հավաք էին անում եւ աղոթում նրա համար։ Իսկ Հայաստանում այստեղ իր ընտրողները, իր համակիրները, իր ընկերները, իր շրջապատը լավ, այդքան չէ ունի Գագիկ Ծառուկյանն ունի այդքան ստեղծած Դե մի խումբ հանրային գործիչներ հանդես էին եկել հայտարարությամբ։ Նույն հայտարարությունները տարբեր, այսպես ասած, ապօրինի գույքի բռնագանձման համակարգի, հա, արդյունքում, հա, ներդրված համակարգի շրջանակներում նույն ցուցակը մշտապես շրջանառվում է, ցուցակը 1-2 անուններ են փոխվում, նույն մարդիկ միշտ այդ աջակցության հայտարարությունը տարածում են, ոչինչ չի փոխվում։ Նրա մտերիմներից շատերը թիրախավորել էին մարզիկներին, այն մարդկանց, որոնց ժամանակին օգնել է Ծառուկյանը, ես խնդրեմ անդրադառնանք նաև այս թեմային։ Ամենազազրելի պատկերը այդ օրերին մենք ունեցանք հենց ձեր նշած տրամաբանության ներքո, երբ սկսեցին թիրախավորել նույնիսկ այն մարզիկներին, որոնց որևէ աջակցություն է ցուցաբերել Գագիկ Ծառուկյանը։ Ահա, փաստորեն Գագիկ Ծառուկյանը այդ արել էր, որ մի օր նեղը ընկներ, հա, հղում անելով աչուձախ տարբեր մարդկանց, նեղը գցելով, ասեր դե եկեք, կներեք դոշ ծեծեք, հա, իմ համար։ Եվ պիտակավոր են այդ մարդկանց։ Անընդունելի եմ համարում եւ դատապարտում եմ նախ այդ մարդկանց սպորտի ոլորտի մարդկանց, ովքեր տարբեր երկրներում Հայաստանի Հանրապետության դրոշն են բարձրացնում, պատվով հետ են գալիս մեր պետություն, հետ են գալիս Հայաստան, եւ այդ մարդկանց դնելով անհարմար դրության մեջ, իսկապես դնելով խայտառակ անհարմար դրության մեջ, ստիպելով որ նաեւ մի բանի մասին այդ մարդիկ հրապարակային խոսեն, ինչի մասին չունեն գաղափար։ Ծանոթ չեն գործերին, իրավական process-ներին ծանոթ չեն։ Դիցուկ պատկերացնենք մի իրավիճակ, երբ մեր հայտնի, հա, մարզիկներից մեկը, մեր չեմպիոններից մեկը դուրս է գալիս տեսախցիկների առաջ կամ իր Facebook-յան էջում պայմանական հայտարարություն է տարածում դատապարտելով այդ ողջ գործընթացը պայմանական, որոշակի ժամանակ հետո պարզվում է, որ
այնիշ դատապարտում էր X մարզիկը, Քրեորեն առնվազն սխալ է եղել իր կարծիքի մեջ։ Այդ դեպքում ինչ է պատասխան տալու, այսինքն նաև գիտեք, այդ քաղաքական պատասխանատվության մասին մենք չենք խոսում, այս դեպքում մարզիկի մասին խոսելուց։ Այս արդեն քաղաքացիական պատասխանատվության մասին է, թե իր լսարանի առաջ, իր այսպես ասած երկրպագուների առաջ, երբ արդարացնում է հրապարակային լինելով անձը, արդարացնում է խիստ դատապարտելի արարք, քրեորեն պատժելի արարք, հետո նա նաև պիտի լսարանի առաջ, չէ, արդարացնի եւ անհարմար դրության մեջ հայտնվելով պիտի առնվազն ներողություն խնդրի, որ օրինակ կրկին ասում եմ ամբողջ օրինակների դաշտում եմ կառուցում, մեկին ում համարել է անմեղ, մեղքը ճանաչվում է օրենքով։ Արդյոք պետք է մտնել այս դաշտ, թե պետք չէ մտնել մեր մարզիկներին եւ ես այդ մոտեցումը իր շուրջ հավաքված մարդկանց այդ դատապարտող խոսքերը, գիտեք, ոնց նաեւ նսեմացնելով եւ ամոթանք տալով, ես իրավիճակներ տեսա, երբ նաեւ մարդկանց փորձում են հիշեցնել իրենց սոցիալական նախկինում եղած ունեցած դիրքը, թե ձեզ ինչ վիճակից է դուրս բերել Գագիկ Ծառուկյանը երեսպաշտության, կրկին ասում եմ երեսպաշտության նոր հորիզոններ են նվաճում այս մարդիկ ուղղակի նողկալի է։ Եթե նկատեցիք ընդդիմության առաջնորդներին մենք չտեսանք դատարանի դիմացի այցելություն Գագիկ Ծառուկյանի, դա ինչու է պայմանավորված։ Նորից այստեղ եւս մեկ անգամ պիտի չզլանամ արձանագրել, որ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության տարածքում մարդիկ են դուրս եկել փողոց, բայց այստեղ այդպես էլ մենք չտեսանք եւ վստահ եմ, որ չենք տեսնելու դրսում հավաքված մարդկանց բազմություն։ Եվ նաև խնդրեմ անդրադառնանք Ծառուկյանի ձեռնարկություններում աշխատող մարդկանց բարձրացրած խնդրի մասին, նրանց մտահոգությունների մասին, թե վարչապետն ասաց, որ պետք է գտնել ինչ-որ ձև, որ այդ մարդիկ չտուժեն։ Մեխանիզմ, որովհետև այստեղ վստահաբար պիտի վերդասենք եւ նժարին պիտի դնենք այստեղ աշխատողի լավագույն շահը, որն է եւ այստեղ բնավ մեղավոր չեն այդ աշխատողները ստեղծված իրավիճակում եւ Արացեմենտի օրինակ ամենաբուրըն, հա, քննարկումները Արացեմենտի մասով էր տեղի ունենում այս օրերին, հա, մարդկանց դժգոհությունները, բայց իմ տեղեկությունների համաձայն Արացեմենտը արդեն իսկ բնականոնով աշխատում է, աշխատանքները շարունակվում են, վերսկսվել են եւ նույնը վստահ եմ, որ սպասում եմ մյուս ընկերություններին, որովհետեւ նորից եմ կրկնում, աշխատողները մեղավոր չեն, որովհետև այդ մարդիկ էլ հարկ վճարող մարդիկ են, այս պետության մեջ հավելյալ արժեք գեներացնող մարդիկ են եւ չպիտի որևէ կերպ տուժեն եւ ես վստահ եմ, որ այնինչ վարչապետը ասաց, չեպազորեցի ընթացքում մենք կարճ ժամանակում գետնի վրա կշոշափենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ջուլիետա Ազարյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար